կակաչները ներկել են դաշտերը ասես լեռներից մեր արյունն է հոսում Գյումրեցի ավետիքի երգը հնչում է լեռներում, արձագանքում սարերում, հասնում նույնիսկ հակառակորդի ականջին։ Խաղաղության կանչը սահմանից այն կողմ չլսելու են տալիս։ Մի ձեռքին զենքը, մյուսին կիթառը, զինվորը հսկում է բարձունքը։ Ոստում հաստատ ուրիշ բան չի լսվի, էլի։ Հայրենը սիրագանը միշտ է լսվում, միշտ է մարդական ոգին պարսասում է բոլորիս։ Մինչ ինքնուզ երաժիշտը հաջորդ երգն է ընտրում լեռներում համերգի համար, զինակիցները բազմապատկում են զգոնությունը։ Այս օրերին է, որ հակառակորդը փորձում է լարել իրավիճակը։ Համեմատական կարգով ավելի հանգիստ է իրավիճակը։ Դու իմ խնձորենի, իմ գորիգն ասենի Դիմաց մոտ մի 400 մետր Հյուսիսարևելյան դարպասի բանալին հենց այս հակառակորդին իշխող եւ ճնշող բարձունքում է։ դիրքապահները մարտական խնդիր իրականացնում են այս նշված դիրքում, այս անառիկ բարձունքում, որը որ մեծ նշանակություն ունի։ Փոխգնդապետը իր զինվորների օրինակով առաջին գծից հայտարարում է. հայկական զինուժը ամենակայացածն է, պատրաստ լուծելու իր առջև դրված խնդիրը։ Այն ոգին, որ այսօր ունի մեր բանակը, իրենց զինվորություն, իրենց սպան չունի։ Իսկ մենք լավ գիտենք ինչ համար ենք պայքարում։ Պայքարում ենք մեր հայրենիքի, մեր ժողովրդի, մեր պետականության համար։ Տարածքը, ուր դեկտեմբերին ադրբեջանական խումբը դիվերսիոն փորձ արեց, հեռու չէ։ Ժամեր անց իրանց պատասխանը ոնց որ պետք է տվին։ Հայր եւ որդի Բաբայանների դասը հակառակորդը այդպես էլ չսերտեց։ Հերթական հակահարվածը 3 զինվորի սպանության պատասխանն էր։ Ինչքան գործողություն արել են, միշտ իրար հետ պատասխան ենք տվել։ Միշտ իրանց պատիժը ստացել են իրանք։ Զինակիցը լիցքավորում է զենքը, ավետիքը ձգում կիթառի լարերը։ Միասին կհսկեն, որ չխախտվի հրադադարը։ Ցանկությունն է, որ գա օրը, երբ առանց զենքի կլսեն համերգ լեռներում։ Հիշում եմ խոսքերը քո սիրել հողը մեր հայրենի Մայա Խաչատրյան, Հակոբ Թումանյան, Վահրամ Զարգարյան, օրակարգ։